Բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհակալություն ենք հայտնում մեր հրավերին արձագանքելու համար։ Այսօր Կենտրոնական բանկի խորհուրդը իր որոշմամբ 0.25%-ային կետով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւ սահմանեց 6.5% սահմանում։ Կխնդրենք պարոն Գալստյանի ներկայացնելու հաղորդագրությունը, որից հետո կարող եք հարցերով դիմել։ Բարև ձեզ։ Ինչպես Հայկը նշեց, Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանելով 6.5%։ 25 թվականի դեկտեմբերի 16-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը 0.25%-ային կետով իջեցրեց տոկոսադրույքը եւ 25 թվականի 4-րդ եռամսյակում 12 ամսյա գնաճը դանդաղել է, նոյեմբերին կազմելով 3.1%, այդ ընթացքում բնականon գնաճը փոքրինչ ավելացել է, կազմելով 3.8%։ 25 թվականի 4-րդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունում եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի աճի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում զուգահեռաբար նաեւ գնաճի արագացման ռիսկերը պահպանվում են։ ԱՄՆ-ում սպառման աճի բարձր տեմպը շարունակում է նպաստել հարաբերականորեն բարձր տնտեսական աճի ձևավորմանը եւ գնաճային միջավայրի որոշակի ընդլայնմանը։ Մյուս կողմից ֆինանսական ակտիվների գների հնարավոր ճշգրտման եւ աշխատաշուկայի պայմանների հետագա անցանկալի թուլացման ռիսկերը կարող են բացասական ազդեցություն ունենալ միջնաժամկետ աճի հեռանկարների վրա։ Միջնաժամկետում ԱՄՆ-ի պետական պարտքի մեծացման պայմաններում երկարաժամկետ տոկոսադրույքների շուրջ անորոշությունը պահպանվում է։ Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում չնայած վերջին ամիսներին աճի վերականգնման որոշակի թույլ ազդակների, միջնաժամկետ աճի եւ պահանջարկի թուլացման ռիսկերը մնում են առարկայական։ Նավթի իսկ վերջին ամիսների ընթացքում նաեւ պարենի համաշխարհային գները դրսևորում են աստիճանական նվազման միտումներ, այնուամենայնիվ աշխարհաքաղաքական անորոշությունները եւ միջազգային առևտրային հարաբերություններում լարվածությունը շարունակում են համաշխարհային տնտեսությունում գնաճի տատանողականության աղբյուր հանդիսանալ։ Այս համատեքստում հաշվի առնելով մի կողմից թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման, իսկ մյուս կողմից բարձր գնաճային միջավայրի պահպանման ռիսկերը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային պայմանները։ 25 թվականի 4-րդ եռամսյակում Հայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվում է։ Վերջինիս շարունակում են զգալիորեն նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերը, ինչպես նաեւ որոշ կարճաժամկետ ոչ կառուցվածքային գործոններ։ 25 թվականի 3-րդ եւ 4-րդ եռամսյակներում տեղական ապրանքների ու ծառայությունների նկատմամբ բարձր արտաքին պահանջարկը պահպանվում է։ Միևնույն ժամանակ ներքին պահանջարկի ընթացիկ պայմանների, ինչպես նաեւ դրա հետագա միտումների հետ կապված զգալի անորոշությունները եւս պահպանվում են։ Նման իրավիճակում պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ միտումներն հիմնականում պայմանավորված են որոշ առաջարկի գործոններով։ Զուգահեռաբար աշխատավարձերի աճը կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի եւ գնաճային սպասումները շարունակում են դրսևորել կայունացման միտումներ։ Միաժամանակ կարճաժամկետ եւ միջնաժամկետ հորիզոնում հարկաբյուջետային քաղաքականության կողմից ներքին պահանջարկի ընդլայնման ռիսկերը թուլացել են։ Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները ընդհանուր առմամբ ակնկալում են, որ Կենտրոնական բանկը միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25%։ Քննարկված ռիսկերի եւ առկա անորոշությունների պայմաններում մի կողմից խորհուրդը դիտարկել է ատիպի սցենարներ, կապված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությամբ համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ինչպես նաև ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղեգիծ։ Իսկ մյուս կողմից խորհուրդը քննարկել է B-տիպի սցենարներ, ներառյալ գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման, ներքին տնտեսությունում պահանջարկի պայմանների թուլացման եւ անշարժ գույքի գների հնարավոր աստիճանական ճշգրտման պայմաններում տնտեսությունում թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման եւ խորացման վերաբերյալ ռիսկեր, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղեգիծ։ Արդյունքում հավասարակշռելով վերնշված երկու ուղղությամբ ռիսկերը, Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց շուկայի սպասումներին համահունչ իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի եւ գների կայունության ապահովման համար։ Այժմ խնդրեմ հարցեր։ Ակտա համեցեք։
Շնորհակալություն, պարոն Գալստյան, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ինչ դրական միտումներ եք տեսնում 2025 թվականին եւ ինչպիսի տրենդներ են լինելու 26 թվականի կտրվածքով եւ եթե թույլ տաք երկրորդ հարցը ինչ էտապում է գտնվում ենթավորած դրական ակտերի մշակումը կրիպտոակտիվների մասին օրենքի կարելի է ակնկալել որ 26 թվականին արդեն կլինեն իցավզավորված կազմակերպություններ այդ ոլորտում եւ ընդհանրապես կենտրոնական բանկի ինչպիսի տեսլական ունի նորարարությունների եւ ֆինանսական կայունության միջև հավասարակշռության վերաբերյալ Շնորհակալություն հարցերի համար սկսեմ կապիտալի շուկայից Եթե մի 5 տարի առաջ օրինակ այս խոսակցությունը տեղի ունենար ու դուք ինձ նույն հարցը տայք, ես կասեի, որ մենք ակնկալում ենք, որ շուկան որոշակի զարգացում կունենա։ Մասնավորապես պարտատոմսերի մասով ակնկալիքները են, որ մեր կողմից իրականացվող քաղաքականությունը, ջանքերը, ենթակառուցվածքների ստեղծումը բորսայական եւ արտաբորսայական պիտի նպաստեն նրան, որ կապիտալի շուկայում որոշակի շարժ տեսնենք մենք։ Այսինքն տեսնենք ոչ միայն ֆինանսական կազմակերպությունների կողմից պարտատոմսերի թողարկում, այլ նաև տեսնենք, որ իրական հատվածի ընկերությունները եւս փորձում են միջոցներ ներգրավել պարտատոմսեր թողարկելու միջոցով։ Այս պայդրությամբ մենք ունենք մի իրավիճակ, որ կառավարության գործընկերների կողմից եւս մշակված ծրագիր կա, գիտեք, աջակցման ծրագիր ունեն հատուկ, որի արդյունքում մենք շատ մեծ ծավալի թողարկումներ ենք տեսնում ոչ միայն ֆինանսականի կողմից, այլ նաև ոչ ֆինանսական, այսինքն ինչ մենք պլանավորում էինք, ես կարող եմ ասել նույնիսկ դրան գերազանցող որոշակի թողարկումների ծավալ ունենք, համեմատական թվերով, եթե ես ճիշտ եմ թվերը հիմա մտաբերում, ձեռքից տակ չկա 700 միլիարդը գերազանցող պարտատոմսերի թողարկում կա Հայաստանի Հանրապետությունում, եւ եթե ես չեմ սխալվում, մեր պետական պարտատոմսերը դրամով մոտարապես 28 տրիլիոն են, այսինքն մոտ 25%-ը նրա 25%-ի չափ էլի, ընդհանուրի մոտարապես 20%-ի չափ մենք ունենք ոչ պետական պարտատոմսեր։ Գոհացնում է արդյունքները մեզ, մենք կարծում ենք, որ սա դեռևս սկիզբն է։ Երկու խնդիր կա, որի վրա ես կուզեի, որ մենք մեր հետագա գործողությունների ծրագիրը կառուցեինք, դա բաժնետոմսերի շուկայի զարգացման ծրագրերն են, այսինքն ոչ միայն պարտքային գործիքներ, այլ նաև բաժնային գործիքներ, որը թույլ կտա նոր տիպի ներդրողների ներգրավում ու նոր տիպի ներդրողների մուտքը շուկա, որովհետև ենթակառուցվածքները ըստ էության կան։ Հիմա եթե գնանք բաժնային արժեթղթերի շուկայի զարգացման ճանապարհով, ես կարծում եմ թե բիզնեսին, թե ներդրողներին դա շահեկան է։ Մի խնդիր, որի վրա ես կուզեի մեր ուշադրությունը սևեռել ու կարծում եմ այդտեղ մի քիչ աչալուրջ պիտի լինենք, մենք վերջին թողարկումների ազդագրերը, երբ որ գրանցում ենք կենտրոնական բանկում, գիտեք, որ բոլոր ֆինանսական գործիքների ազդագրերը ըստ էության մենք ենք գրանցում պարտատոմսերի մասնախոսքը։ Ես նկատեցի, գործընկերներն էլ այտենց խոսեցինք ընթացքում, հասկացանք, որ leverage-ի գործակիցը իրական հատվածի գործընկերների կողմից թողարկվող պարտատոմսերի մասով ու իրանց ֆինանսների մասով բավականին մեծ է։ Այսինքն ֆինանսական կազմակերպությունների նորմատիվային դաշտում գործելու պարագայում մենք թողում ենք իրանց, որ իրանք ունենան կապիտալի ադեկվատության նորմատիվ 12, ինչը ընդհանրում է leverage մոտարապես 8-9, չգիտեմ, ինչ որ մի հատ այդ թվի շուրջ։ Մենք այս վերջերս տեսանք, որ իրական հատվածում գործընկերներ կան, ում leverage-ը մոտարապես 17, 18, 19, այսինքն այս տիպի թվեր է։ Ու ես կարծում եմ, որ համ իրական հատվածի գործընկերները այդտեղ անելիք ունեն, այսինքն այդտեղ կապիտալ պիտի ավելացվի, որ դու կարողանաս նաև պարտքդ մեծացնես, համարժեք լինի, եւ ներդրողներն էլ պիտի աչալուրջ լինեն, որ որոշակի այդ ֆինանսական ցուցանիշներին մի քիչ ավելի մանրակրկիտ նայեն, որովհետեւ leverage-ը ենթադրում է որոշակի ռիսկ։ Ինչ վերաբերում է կրիպտոներին, այսօր եթե չեմ սխալվում, առաջին ընթերցմամբ ազգային ժողովը մտնում այս անցումային շրջանը որոշակի կարգավորող օրենսդրական փաթեթ, որտեղ 27 թվականի հունվարի 1-ից դուք գիտեք, որ կանխիկով գործառնությունները կրիպտոյով չէր թույլատրվելու։ Հիմա որոշակի այս անցումային պերիոդում 26-ի հունվարից մինչև 27-ի հունվար մենք թողում ենք, որպեսզի կրիպտո ակտիվներ ձեռք բերվեն նաև կանխիկով մինչև 300,000 դրամի չափով։ Այսինքն կոմպրոմիսային ինչ որ տարբերակ է, բայց նույնականացման գործընկերս հուշում է շատ կարևոր դրվագ է, պիտի անպայման նույնականացվեն այն անձինք, ովքեր որ իրականացնում են կրիպտոյի առք կամ վաճառք։
Կրիպտոյի հետ կապված երկրորդ ձեր հարցին ինքը ավելի մտորելու բանի տեղա տալիս, արդյոք մենք պահում ենք այդ բալանսը նորարարության եւ եթե սահմանենք նորարարությունը ինչ է, ես կարծում եմ դուք կտեսնեք, որ մենք կանգնած ենք նորարարության կողքին։ Նորարարությունը դա կրիպտո ակտիվի առք ու վաճառքը չի։ Նորարարությունը դրա հետևում կանգնած տեխնոլոգիաներն են, դրա հիմքում ընկած լուծումներն են։ Դրա պարագայում ես դες հավաստիացնում եմ, որ կենտրոնական բանկը ոնց որ մշտապես կանգնած է նորարարության կողքին։ Բայց եթե խոսքը բացառապես գնում է կրիպտո ակտիվների առք վաճառք կանխիկի դիմաց կամ ոչ կանխիկի դիմաց, դուք էլ ինքներդ ես տեսնում եմ, որ դուք էլ եք իմ հետ համակարծիք, որովհետև ոչ մի նորարարության էլեմենտ ըստ էության չկա։ Մակարանյուս Հակալություն։ Պարոն Գալստյան, ես կուզեի անդրադառնալ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքներին, որոնք վերջին ամիսներին կարծես թե աճ են գրանցում, չնայած նրան, որ մարդկանց եկամուտները նույնն են մնում ու նաև դուք խոսել եք, ես հիշում եմ, որ հենց այդ մասին, որ կա սպեկուլյատիվ աճ հիփոթեքային վարկավորման ոլորտում մոտ 25%-ի չափով, կխնդրեմ նշել, թե այդ աճը շարունակում է պահպանվել թե ոչ եւ եթե դա սպեկուլյատիվ աճ է, ապա կենտրոնական բանկը ինչ քայլեր է ձեռնարկում այդ սպեկուլյացիան չեզոքացնելու կամ կանխելու ուղղությամբ։ Շնորհակալություն։ Մենք կարծում եմ, որ բառերի մեջ պիտի մի քիչ զգուշ լինենք ու ճշգրիտ լինենք։ Կենտրոնական բանկը իր ֆինանսական կայունության զեկույցում մի քանի անգամ վերջին զեկույցներում մասնավորապես նշում էր, որ կան ռիսկեր, որ անշարժ գույքի շուկայում կա որոշակի գերտաքացվածություն։ Այսինքն խոսքը նրա մասին էր, որ մենք տարբեր մոդելներով երբ որ նայում էինք, տեսնում էինք, որ տարբեր ծրագրերի իրականացման ներառյալ եկամտային հարկի վերադարձի ծրագրի պատմականորեն եկած այդ ծրագրի պատճառով մենք ունեինք որոշակի անշարժ գույքի շուկայում գների աճ ու մեր մտավախությունը նա էր, որ այդ գների միանգամից անկումը կամ արագ անկումը կարող է առաջացնել անցանկալի երևույթներ տնտեսության մեջ։ Բարեբախտաբար մենք տեսնում ենք, որ այդ ռիսկերը չեզոքանում են, ինչպես ես նշեցի նաև մեր մամլո հաղորդագրության մեջ, այսինքն գների ճշգրտումը տեղի ունենում աստիճանաբար, ինչը մեր համար ամենացանկալի սցենարն է ըստ էության։ Ուստի մենք մյուս երևի թե ֆինանսական կայունության մեր նիստի ժամանակ, որը որ մոտ ապագայում տեղի կունենա, կդիտարկենք այդ հնարավոր զարգացումները եւս մեկ անգամ ավելի խորքային, որովհետեւ այս նիստը դրա մասին չի, դրա մարկային ժամանակ մենք տենց շատ խորքային իրան չենք նայում, որովհետեւ ինքը ավելի ֆինանսական կայունության գործիքակազմին վերաբերող ֆենոմեն է։ Ու մյուս հանդիպման ժամանակ արդեն ավելի մանրակրկիտ կխոսենք։ Ինչ վերաբերվում է մեր կողմից գնահատականներին սպեկուլյատիվ, ոչ սպեկուլյատիվ, այդ սպեկուլյատիվ բառը մենք չենք օգտագործում, որովհետեւ ինքը մեր լեքսիկոնի բառ չի։ Մենք փորձում ենք այդ տիպի որակումներից զերծ մնանք, գերշահույթ, սպեկուլյատիվ, այդ այն բառերն են, որոնց տակը դու չես կարողանում տեսական հենք դնել, իսկ մենք փորձում ենք մեր որակումների մեջ ու մեր խոսքի մեջ լինել հնարավորինս ճշգրիտ։ Գործնական հենք ինչ է նշանակում։ Միկրոֆոնով, որ նաև մեզ լսում։ Ասացիք տեսական հենք չեք կարողանում դնել, գործնական հենք կա, ամեն դեպքում եթե բառերից անդին նայենք, այդ սպեկուլյացիա դուք տեսնում եք, այլ բառերով դուք կարող եք ձևակերպել։ Ես այդտեղ սպեկուլյացիա չեմ տեսնում, ես այդտեղ տեսնում եմ հնարավորությունների ընձեռում ֆիզիկական անձանց համար, որոնցից ֆիզիկական անձին կօգտվել են։ Այսինքն մարդը, որը ուներ 1 բնակարան կամ 2 բնակարան, ինքը տեսել է, որ կա հնարավորություն եկամտահարկի վերադարձի ծրագրով ունենալ երրորդը ու չի խորշել դրանից ունենալուց, որովհետև այդտեղ ոչ մի սպեկուլյացիայի էլեմենտ չկա։ Ինքը ուզեցել է վերջացնեմ։ Խոսքը վերաբերում է նրան, որ ոչ թե ինքը դա անում է սպեկուլյացիայի համար, սպեկուլյացիան ինչ է, վերցնել ինչ որ մի բան, ակնկալիքով, որ իր գինը կլինի ավելի թանկ, որպեսզի դու կարողանաս ավելի թանկով իրացնես։ Ներողություն, բանկերի ֆինանսավորման մասով, օրինակ պայմանական, եթե շուկայում օրինակ չնայած հիմա այդ գինը չէ, բայց $750 է 1 քառակուսի մետրը առաջնային շուկայում հիփոթեկային ներողություն այդ վաճառքի գները, բայց բանկերը ֆինանսավորում են օրինակ $1000 չափով,
այսինքն 25% ավել։ Այստեղ դուք տեսնում եք սպեկուլյատիվ ռիսկ թե ոչ։ Կամ ընդհանրապես դուք նման միտում նկատում եք բանկերի կողմից։ Չէ, ճիշտն ասած, մենք ունենք նորմատիվներ, որոնք վերաբերում են վարկերով հարաբերակցությանը, ու իրանք շատ կոշտ են։ Այդ առումով դժվար է ինձ ասել, որ ինչ որ ընկալումներ կան, որ բանկերը անում են այն, ինչ իրանք չպիտի անեն կամ բան։ Հենց որ ֆինանսական կայունության ժամանակ ավելի մանրամասն կխոսենք։ Խնդրեմ հարցը ինչի է վերաբերում, աջ կողմից հարց կար։ Պարոն Գալստյան, պարտատոմսերի շուկայի ակտիվացմանը, ծավալների մեծացմանը զուգահեռ դուք բանկերում առևտրային ավանդների ներդրվող ավանդների ծավալի փոփոխություն տեսնում եք, թե ոչ? Շնորհակալություն։ Հիմա շնորհակալություն հարցի համար, ես հիմա աճի թվերով կասեմ։ Բանկի հետաքրքիր է գումարները տեղափոխում են պարտատոմսերի շուկա։ Չէ, բանկերը մասամբ են ձեռք բերում այդ բաները, պարտատոմսերը։ Վարկ ավանդ հարաբերակցությունը ըստ էության այս պահի դրությամբ 115%-ա, ինչը ենթադրում է, որ ավանդները աճում են առաջանցիկ տեմպերով, բայց նաև ունենք վարկերը աճում են առաջանցիկ տեմպերով, ներողություն, բայց ավանդները եւս աճում են։ Ավանդներ հնան, այս պահի դրությամբ մենք ունենք 57.3%, որպեսզի բացարձակ թվերով չխոսամ, մենք ավանդների աճ ունենք եւս, այսինքն մենք ունենք ոչ միայն ներդրում պարտատոմսերում, այլ նաև բնակչության կողմից բանկերում ավանդների աճ։ Իսկ որտեղից այդքան փող երկրում։ Երկրում հիմնականում փողը ձևավորվում է վերջին տարիներին ընթացքում ձևավորված բարձր տնտեսական աճի արդյունքում, այսինքն իրական եկամուտների աճ, բարձր տնտեսական աճ, որի արդյունքում ձևավորվում են խնայողություններ, որի արդյունքում խնայողությունների մի մասը ուղղվում է ֆինանսական շուկա, մյուս մասը ուղղվում է Վահեի հարցրած շուկայի, այսինքն անշարժ գույքի շուկա, այսինքն մարդիկ իրականացնում են որոշակի ներդրումներ, որոնք ձեռք են բերում ակտիվներ, որոնք գոյանում են իրենց կողմից վաստակածի եւ սպառածի տարբերության հաշվին։ Շնորհակալություն։ Ես մի փոքր ուշացա, երևի այդ թեման շոշափվել էր։ Երևի ինչ որ փոխկապակցվածություն ունի մեր տոկոսադրույքի իջեցումը Ֆեդի իջեցման հետ։ Հա։ Եթե հարցին պատասխանեմ երկար, ուրեմն պետքա դիտարկենք Ֆեդի արած գործողությունների արդյունքում ինչա լինում Ամերիկայի պետական պարտատոմսերի շուկայի հետ։ Հա, որպեսզի մի քիչ հետաքրքրացնեմ ու դուք էլ գրելու նյութ ունենաք, եկեք մի քիչ ավելի երկար պատմեմ։ Ուրեմն ինչա տեղի ունենում Ամերիկայում, Ֆեդը հետևողականորեն 4-րդ անգամ այս տարվա ընթացքում տոկոսադրույքները իջացրեց, բայց ավելի հետաքրքիր ֆենոմեն է, թե ինչա տեղի ունենում Ամերիկայի 10 տարանոց պարտատոմսերի շուկայում։ Այո, yield curve-ի 10 տարանոց հատվածում մենք տեսնում ենք, որ գրեթե փոփոխություն չկա։ Այսօր 10 տարանոց պարտատոմսերի եկամտաբերությունը 4.2% է։ Ինչի մասն է դա վկայում։ Դա վկայում է նրա մասին, որ մենք ունենք մի հատ խնդիր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ ներդրողները ապագայի տոկոսադրույքները տեսնում են ավելի բարձր մակարդակների վրա։ Ինչու՞։ Որովհետև իմ կարծիքով ներդրողները մի քիչ կասկածամիտ են Ամերիկայի ֆիսկալ դիրքի հետ կապված հարցերի շուրջ։ Այսինքն ինչքան կայուն է Ամերիկայի ֆիսկալ դիրքը, ինչա լինելու Ամերիկայի պետական պարտքի հետ, ինչա լինելու Ամերիկայի պետական պարտքի տոկոսների հետ, որի արդյունքում անընդհատ ակնկալիք կա ներդրողների մոտ, որ ունենալու են հնայի առաջանցիկ աճ, որի դեպքում պարտքը հարաբերակցությունը նվազելու է, որովհետև ստեղծվում են խմբեր, ովքեր որ զբաղվում են պետական ծախսերի կրճատմամբ, բյուջեի վերաբալանսավորմամբ եւ այլն, բայց տեսնում ենք, որ մեծ հաշվով այդ քայլերի արդյունքում մենք չենք հանգում այսինքն ներդրողները չեն հանգում եզրակացության, որ ունեն դրական պրոգրես։ Եթե չասենք, որ կան ներդրողների խմբեր մեծ, ովքեր որ տեսնում են բացասական զարգացում։ Ուստի 10 տարանոցը, որը տենց մոտարապես գնաճային սպասումների մասին վկայող ցուցանիշ է, որտեղ այսօրվա մասին չի, այլ ապագայի մասին է, ինքը բնութագրում է այդ ռիսկը։ Ու եթե մենք տեսնում ենք, որ Ֆեդը կարճաժամկետ տոկոսների իջացնում է, բայց երկարաժամկետ տոկոսները մնում են անփոփոխ, այդտեղ մենք հասկանում ենք, որ կա որոշակի խնդիր։ Հիմա ինչա տեղի ունենում Հայաստանում։ Հայաստանում մենք տոկոսադրույքը իջացրեցինք մինչև 6.75%,
Ինչ որ լագային ազդեցությամբ, դրան իհարկե զուգահեռ նաև պարտադիր պահոստավորման որոշակի փոփոխություն իրականացրեցին, բայց լագային ազդեցությամբ մենք տեսանք, որ մեր yield curve-ը, եթե ունի Վազգենը ցույց կտամ, yield curve-ը ճշգրտվեց, իջավ։ Այսինքն մենք ունենք հիմա այսօր կարճաժամկետ հատվածում, եթե ես չեմ սխալվում, ամենակարճ թղթերը մոտարապես 6.75-ից 7-ի միջակայքում են տատանվում, երկարաժամկետ 10 տարանոց պարտատոմսերը արդեն 9%-ից ներքև են։ Հիմա մենք ու Fed-ը իրար հետ որոշակի բնականաբար կարճաժամկետ տոկոսադրույքների առումով կարող եք մտածել, որ կա ինչ-որ կապ, կորելացիոն, բայց ես կարծում եմ, որ ավելի կարևոր է, որպեսզի դուք դիտարկեք 10 տարանոց հատվածները մեր yield curve-երի ու տեղից արդեն մտածենք կապ կա թե չկա։ Մեր այսօրվա գործողության մեջ մենք հարցը քննարկել ենք, այդ կոնտեքստը եղել է քննարկման սեղանի շուրջ, բայց ես չէի ասի, որ մեր համար ինքը եղել է բախտորոշ մեր որոշումը կայացնելու տեսանկյունից։ Արկա համեցեք։ Ինչու՞, որովհետև կային ավելի այլ գործոններ, որոնք մեր ուշադրությունը նախ սևեռվել է այդ գործոնների վրա։ Երկրորդը մենք տեսնում ենք, որ ոչ թե կարճաժամկետ տոկոսադրույքներն են այդքան էական, differentially տարբերության առումով, այլ իմ մատնանշած երկարաժամկետ հատվածը եկամտաբերության կորի, որը մի քիչ ավելի forward looking մոտեցումներ է կիրառում իր մեջ։ Իսկ արդյոք նկատվում է իրականում ամերիկյան շուկայում կարճաժամկետ պատկային թղթերի նկատմամբ պահանջարկի թուլացում եւ եթե տոկոսադրույքները փաստորեն այնտեղ նվազում են եւ եթե այո, ապա երևի մեր եվրոբոնդերի վրա դա որևէ նշանակություն չի կարող ունենալ, քանի որ դրանք այլ ժամանակային ռեյնջում են։ Հա, չէ, ես եվրոբոնդերի մասին չէի խոսում։ Ես խոսում եի 10 տարանոց հայկական դրամով պետական պարտատոմսերի մասին։ Այսինքն որի մեջ կա ոչ միայն երկրի վարկային ռիսկի էլեմենտը, այլ նաև փոխարժեքի ռիսկի էլեմենտը, ու մենք տեսնում ենք, որ այդ երկու էլեմենտների նույնիսկ արդյունքում մենք ունենք մեր yield curve-ի նվազում, այն պարագայում, որ Ամերիկայի yield curve-ը flat է։ Բայց փաստորեն դա նշանակում է պահանջարկի կրճատում մեր երկարաժամկետ պարտատոմսերի նկատմամբ, եթե տոկոսադրույքը իջնում է։ Կամ պահանջարկի կրճատում, կամ ռիսկի ախորժակի այն մակարդակ, որը հենց այդ տոկոսադրույքների շուրջ է։ Այսինքն կարող է դա տեղի ունեցած լինի ներդրողների կողմից ամերիկյան պետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկի թուլացման արդյունքում։ Միևնույն ժամանակ կարող է տեղի ունեցած լինի, որ մարդիկ, ովքեր որ ձեռք են բերում կամ չգիտեմ, ֆինանսական ինստիտուտները, որոնք ձեռք են բերում այդ պարտատոմսերը, իրանք տեսնում են, որ շուկայական տոկոսադրույքը այդ տիպի ակտիվի համար պիտի հենց այդ մակարդակի վրա լինի։ Ուղղակի որպես շարունակություն կարելի է ենթադրել, որ էլի քանի որ աճում են թողարկումները պետական պարտատոմսերի, բանկերը այլևս այդքան պահանջարկ չեն ցուցաբերի դրանց նկատմամբ, քանի որ ավանդները եւս բավականին բարձր մակարդակի վրա են եւ բանկերին հետաքրքիր չի լինի։ Իհարկե մի քիչ դամավարկայինի թեմա է, ոչ թե տոկոսադրույքի, բայց եթե կարող է բանկերի կողմից լիկվիդային գործիքների նկատմամբ պահանջարկը բավականին մեծ է, այսինքն իրանք ավանդները ներ են գրավում ու ներդրումներ են անում։ Հիմա ներդրումների մի կտորը գնում է պարտատոմսերի շուկա, ներդրումների մյուս կտորը գնում է վարկային շուկա բնականաբար, այսինքն իրանց կապը դու ասում ես բալանսի պասիվային ու ակտիվային մասերի տարբերության մաս։ Ավանդները իրանց համար պասիվային մասա, որի արդյունքում իրանք ձեռք են բերում ակտիվային մասում որոշակի ակտիվային պրոպորցիաներ։ Հիմա հարցը գործընկերոջ արդյոք բանկերը շարունակում են, հերմին չէ, հարցրեց, արդյոք բանկերը շարունակում են ներդրումներ անել պարտատոմսերում միանշանակ ու ինչով է դա ֆինանսավորվում, դա ֆինանսավորվում է ներգրաված ավանդների միջոցով, ներգրաված այլ տիպի ֆինանսական միջոցների, միջազգային ծրագրերի եւ այլն, այսինքն բազում մասեր կան, որոնք իրանց պարտավորությունների մասում իրանց թույլ է տալի ձեռք բերել լիկվիդային ակտիվներ պարտատոմսերի տեսքով եւ ավելի ոչ լիկվիդային ակտիվներ, օրինակ վարկերի տեսքով։ Էլի դամավարկայինի ոնց որ դաշտ են մտնում, բայց փաստորեն ստացվում է տեսականորեն, հա, բանկերի մոտ կնվազի, ախորժակը ավանդներ ներգրավելու, որովհետև վարկեր տրամադրելու նաև, որովհետև եթե risk free այդքան նրանք գործնականում ներգրավում են աճող ծավալի պարտատոմսեր, ապա հետաքրքրություն չեն ունենում վարկավորել կամ թուլանում է այդ հետաքրքրությունը։ Այդտեղ risk reward-ի հարց կա, այսինքն եկամտաբերությունը վարկերից շատ ավելի մեծ է, քան պարտատոմսերից։
չէ, որը որ կոմպենսացնում է նաև ներգրաված ավանդների, ընդհանուր 10%-ով ավանդ է ներգրավում, ինքը չի կարա այդ 10%-ով ներգրաված ավանդների դիմաց ձեռք բերի 9%-անոց պարտատոմսեր։ Կարճաժամկետ իրացվելիության կառավարման այդ տիպի միջոցների հաշվին է ինքը այդ ամեն ինչը անում։ Այսինքն ամեն մեկը իր դերը ունի։ Դրա համար բալանսը բանկերի ըստ էության մի քիչ տարատեսակ բալանս է։ Չի կազմված էլի մի ֆինանսական ակտիվից կամ պարտավորությունից։ Արկա հետահարային։ Բանկասան կիբերզեղծարարության թեման դարձել է ամենազգայուն թեմաներից մեկը ֆինանսական ոլորտում այս տարի։ Ինչ վտանգներ եք տեսնում այսօր կենտրոնական բանկը եւ ինչպիսի լրացուցիչ կարգավորիչ կամ տեխնոլոգիական միջոցառումներ են նախատեսում իրականացնել բանկերի եւ վճարային համակարգերի հաճախորդներին պաշտպանելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Ես չեմ դադարի այդ հարցին անդրադառնալ ու ոնց որ միշտ առաջին մեսեջը որ կտամ մեր հանրությանը դա նա է, որպեսզի վիրտուալ տիրույթում լինեն նույնքան զգոն, ինչքան իրական ֆիզիկական տիրույթում են։ Այսինքն, եթե իրանց տան դուռը բաց չեն թողում տնից դուրս գալուց, նույն կերպ վարվեն իրանց վիրտուալ տիրույթի ակտիվների հետ։ Այդ շատ կարևոր է, այսինքն կանխարգելիչ գործողությունները մեզ թույլ է տալիս ոչ միայն պաշտպանել անհատին, այլ նաև ստեղծել միջավայր, որտեղ ձեր մատնանշած նախկին հարցի ինովացիան կարա տեղի ունենա, որտեղ ինովացիան անալոգային տիրույթում այլևս տեղի չի ունենում։ Մենք պետք է տեղափոխվենք թվային տիրույթ, իսկ թվային տիրույթը իր հետ բերում է բազում ռիսկեր, ու փորձենք համատեղ խելամիտ կառավարել այդ թվային տիրույթի ռիսկերը։ Դրա համար ռեգուլյացիաները որոշակի կլինեն, բայց այդտեղ պիտի հասկանանք, որ այդ ձեր ասած առաջին հարցը, որը շատ եմ հավանում, էլի այդ նորարարության ու ոնց որ դիմակայունության ճիշտ կետը գտնելը, բալանսը գտնելը, հենց այս հարցերի շուրջ է, ինքը շատ կարևոր, որտեղ եթե մենք մի կողմից անցնենք ամբողջությամբ անալոգայինի, չգիտեմ, օրինակ ձեզ պարտադրենք, որ ֆինանսական ակտիվներից կամ բանկերի ձեր շփումները բացառապես տեղի ունենան ֆիզիկապես թելերի հետ, ստորագրված թղթերի, կնիքների պարագայում, այդ ձեր վրա լինելու է հավելյալ բեռ, ծախս, ժամանակ եւ այլն։ Հենց տեղափոխվում ենք վիրտուալ տիրույթ, այդտեղ էլ եթե դուք հիգիենայի պայմանները չպահեք, մենք ինչ որ պահի ստիպված ենք լինելու քայլեր ձեռնարկել, որը կլինի հետընթաց այն առաջընթացի համեմատ, որը որ մենք այսօր փորձում ենք արձանագրել։ Ուստի մեր քաղաքականության որոշումները միտված է լինելու հենց այդ ճիշտ բալանսը գտնելու ու դրան արձագանքելու։ Ես քանի որ այդ հարցը ամեն շաբաթ մենք նայում ենք, ըստ էության ես չեմ տեսնում նոր դեպքեր, որոնք տենց աճում են կամ նախկին դեպքերի հետ որոշակի զբաղվում ենք ամենօրյա կտրվածքով, բայց բարեբախտաբար նոր դեպքեր չեն լինում։ Արդյոք դա նշանակում է, որ նոր դեպքեր այլևս չեն լինելու, բացարձակ։ Սա աշխարհի մակարդակով ամենալրջագույն խնդիրներից մեկն է ֆինանսական եւ ոչ միայն ֆինանսական համակարգի համար։ Թվային զեղծարարությունները շատ մեծ տարածում ունեն։ Թվային իդենտիֆիկացիայի գողությունները, անձնական դատայի գողությունները, դրանք 21-րդ դարի ամենամեծ խնդիրներից մեկն են հասարակությունների համար, ու մենք անմասն չենք դրանից, որովհետև մենք էլ համահունչ աշխարհին քայլում ենք առաջ։ Հանրային Պարոն Գալստյան, Կենտրոնական բանկը վերջերս հայտարարեց, որ դոլարիզացիայի մակարդակը պատմական մինիմումի է եկել եւ դա դրա նկատմամբ վստահության արդյունք է։ Այդ ցուցանիշը դիվերսիֆիկացիայի առումով վտանգներ իր մեջ չի պարունակում։ Շնորհակալություն։ Այդ մենք ենք հայտարարել, որ դոլարիզացիան չէ պատմական մակարդակինը, բայց այն որակումը, որ դրամի նկատմամբ վստահության արդյունք է, մենք ենք հայտարարել։ Շատ լավ հայտարարություն է։ Հիմա այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ սա ոչ թե պահիտակ մեր կողմից ինչ որ քաղաքականության իրականացման արդյունքում հանրության մոտ առաջացած հետաքրքրությունն է, ես ուզում եմ հավատալ, որ սա երկարաժամկետ քաղաքականության նկատմամբ վստահության արդյունք է։ Այսինքն շատ երկրներում մենք տեսել ենք, որ ինքը ունի ոչ գծային վարքագիծ, այսինքն հասարակությունը որպես կանոն սկզբից լինում է բավականին կասկածամիտ, ինքը միշտ մտածում է, որ իրականացված քաղաքականությունները ռևերս են արվելու կամ ինչ որ տհաճ բան է տեղի ունենալու իրանց հետ, որ իրանց թույլ չի տալու վստահել ու հավատալ քաղաքականություններին։ Բայց ինչ որ պահից սկսած աշխարհի տարբեր երկրներում, օրինակ Իսրայել, Պերու, Ռուսաստան եւ այլն, մենք տեսնում ենք, որ ազգային արժույթի նկատմամբ վստահությունը գնալով բավականին աճում է։
Ես ուզում եմ հավատալ, որ մենք ունենք հենց այդ ֆենոմենը, որ կենտրոնական բանկի կողմից իրականացված պատշաճ, խոհեմ, լավ քաղաքականության արդյունքում մենք ձեռք ենք բերել հանրության հետ վստահության այնպիսի մակարդակ, որ նաև հաղորդում է իրանց կայացրած որոշումների կամ ազդում է իրանց կայացրած որոշումների հետ իրենց խնայողությունները ազգային արժույթով պահելու տեսանկյունից։ Այդ դիվերսիֆիկացիան ինձ թվում է վերաբերվում է ոչ թե ընդհանուր սոցիումին, այլ դիվերսիֆիկացիան վերաբերվում է անհատին, որտեղ անհատի պարտավորությունների մասից ածանցված է ակտիվային մասի դիվերսիֆիկացիան լինում։ Եթե ես ունեմ երեխա, որը սովորում է արտասահմանում, ու ես պիտի վճարները անեմ ամերիկյան դոլարով իր ուսման համար, կամ չգիտեմ ինչ որ պարտավորություններ, որոնք ես պիտի իրականացնեմ, միգուցե ավելի խելամիտ է, որ ես տենց եմ բալանսավորում, ակտիվային պարտավորությունների մասը փակ եմ պահում։ Բայց եթե իմ ամբողջ կյանքը իմ ակտիվային, իմ պարտավորությունների մասը հիմնականում առնչվում է Հայաստանի հետ ու իմ տնտեսական շահի կենտրոնը Հայաստանն է, բնականաբար այդտեղ ակտիվային մասը մեծապես պիտի արտացոլի իմ ունեցած Հայաստանի նկատմամբ ոնց որ exposure ռիսկը, որը ես փակում եմ ակտիվային մասում Հայաստանի դրան պահելով։ Այսինքն խելամիտ քաղաքականությունը ամեն մեկի համար կարա տարբեր լինի ու չկա պանացեա կամ համընդհանուր լուծում ամբողջ սոցիումի համար։ Բայց բոլորովին վերջերս բարբերաբար հայտարարվում է, որ Հայաստանի բնակչությունը ավելի շարժունակ է դարձել, ավելի շատ է ճամփորդում արտասահման, տարօրինակ չի, որ սկսել են արտարժույթ քիչ պահել։ Խնայողությունների տեսքով։ Դե հենց այդ եմ ասում, էլի, այսինքն եթե շատ եմ ճամփորդում ու ուզում եմ այս տարվա 26 թվականի, օրինակ ենթադրենք ես 26 թվականին պիտի անեմ 12 ճամփորդություն։ Ամեն ամիս մի անգամ միտեղ եմ գնալու ու այդ ենթադրենք ճամփորդությունները բոլորը եվրոպական երկրներ են, որտեղ եվրո է։ Չէ՞, միգուցե իմ համար ավելի խելամիտ է, ես հիմա դեկտեմբեր ամսին կամ ինչ որ այս պահի դրությամբ վերցնեմ եվրոն, որը որ կպահեմ ամեն ամիս կգնամ ճամփորդության։ Դրա համար ինքը անձնական ֆենոմեն է, այդտեղ ես չի ուզենա մտնել այդ դաշտ։ Բայց միևնույն ժամանակ հասկանում եք, չէ՞, որ եվրոյով խնայողություն պահելը 12 ամիս ավելի ծախսատար է, քան դրամով խնայողություն պահելը, որտեղ դրամի տոկոսադրույքները ավելի բարձր են։ Այդտեղ իհարկե դուք ինձ կհարցնեք ինչ է լինելու փոխարժեքի հետ, որի պատասխանը ես չունեմ, բայց այնուամենայնիվ ամեն մարդ ինքն է իր համար որոշում ու ինքն է կառավարում իր անձնական պորտֆելը ֆինանսական ակտիվների։ Մակարեն նյուզ։ Պարոն Գալստյան, քանի որ հունվարի 1-ից մտնելու է արդեն ներդրվելու է առողջության ապահովագրության, պարտադիր ապահովագրության համակարգը, ինձ հետաքրքիր է թե ԿԲ-ն այստեղ ինչ գործառույթ ունի անելու, ապահովագրական ընկերությունները կարծեմ ձեր վերահսկողության դաշտում են գտնվում եւ դա ընդհանրապես այս պարտադիր ապահովագրությունը, որը նաև մարդկանց աշխատավարձերից է պահում արվելու մինչև 200,000 եւ ավել ստացող մինչև 200,000 ստացողներին, թե ինչ մի խոսքով որոշակի ցենզեր կան, այս մասով դուք ինչ կանխատեսումներ ունեք տնտեսական ակտիվության մասով, չգիտեմ, գնաճի մասով, մնացած ծառայությունների հետ կապված։ Շնորհակալություն։ Գնաճի մասով կդժվարանամ որևէ բան ասել, որովհետև չեմ կարծում, որ ազդեցությունները էական են լինելու առնվազն առաջին փուլում, երբ որ համակարգը կմտնի գործունեության, այսինքն կիրառական փուլ, արդեն կտեսնենք ինչ է այդտեղ զարգացումները, տնտեսական աճի մասով ընդհանրապես կոմենտ չունեմ։ Ինչ վերաբերում է մենք վերահսկում ենք ապահովագրական ընկերություններին, այո, մենք վերահսկում ենք ապահովագրական ընկերություններին, բայց ապահովագրական ընկերությունների դերը ռեֆորմի մեջ էական չի։ Ստեղ իրականացվում է պետական ռեֆորմ, որտեղ մեր ապահովագրական ընկերությունները, Հայաստանի մասնավոր ապահովագրական ընկերությունները ունեն փոքր դերակատարում։ Եթե ես ճիշտ եմ հասկանում իրենց դիրքավորումը հիմնականում կամավոր հավելյալ ծառայություններ վաճառելու մեջ է լինելու, այլ ոչ թե պարտադիր էլեմենտներ իրականացնելու։ Ըստ այդմ դուք գործառույթ ունեք իրականացնելու այստեղ եւ ձեզ հետ քննարկումներ արվել են համակարգի ներդրման։ Մենք մասնակցել ենք քննարկումներին, բայց մենք այդտեղ գործառույթ չունենք անելու։ Մեր ավելի ապահովագրական ընկերությունների վերահսկողության դաշտում է, որտեղ որևէ խնդիր չենք տեսնում։ Սպուտնիկ։ Նույն հացը կապված այդ քեշբեքերի ինլայնման հետ նախորդ մեր հանդիպման ժամանակ հացնել էի ձեզ ընթացքում այդպես ձևավորեցիք ինչ որ վերլուծական ինչ որ ենթադրություններ թե գնաճի վրա ինչպես կարող է ազդել ու հաշվի առնելով որ շատերը կօգտվեն այդ 2% քեշբեքից եւ կենսաթոշակառուների իսկ արտադրողականության աճով քանի որ դա չի զուգակցվում ապա գումարի ներհոսք առանց արտադրողականության
Շատ լավ հարց է, ես կարծում եմ, որ մեր մասնագետների գնահատականներով ու ես վստահում եմ մեր մասնագետների գնահատականներին ինքը գնաճի վրա չի ունենալու մեծ ազդեցություն, որովհետև ինչ գնաճի վրա ազդեցություն իմ դիտարկումները գնաճի 3.7-ից իջել է 3.1, այսինքն դրական ազդեցություն է ունեցել։ Ունեցել է։ Չէ, մենք բարեբախտաբար Հերմինե ջան, այստեղ ամեն ինչը շատ ճիշտ կանոնակարգված է։ Կենտրոնական բանկը ունենալով գնաճի թիրախ, կենտրոնական բանկը գնաճը չի հաշվում երկրում։ Գնաճը հաշվում է այլ անկախ մարմին, կենտրոնական բանկը դա ընդունում է իր գիտություն իր գործունեության համար։ Հիմա վերադառնալով Արամի հարցին, ես կարծում եմ, որ ազդեցությունը գնաճի տեսանկյունից կլինի շատ փոքր։ Ինչով է դա պայմանավորված, եթե ակնհայտորեն բավականին մեծ գումար կարող է մտնել տնտեսություն։ Չէ, նայ, այդտեղ էլ պիտի հասկանաս։ Նախ այդտեղ կա որոշակի սահմանափակում 1։ Երկրորդը, քանի որ այդ գումարները այսպես թե այնպես ծախսվում էին, չէ, այսինքն մարդը հիմա այս քեշբեք ստանալու համար չի գնալու առնի 10 հատ մի բանից, որի կարիքը չունի։ Ինքը դա առնում էր, ենթադրենք, կանխիկացնում էր, կանխիկով էր ձեռք բերում, հիմա անելու է անկանխիկ։ Այդտեղ պրոպորցիան տնտեսության մեջ ավելցուկային պահանջարկի բնակչության կողմից ստեղծված, որը դու համադրեցիր արտադրողականության հետ։ Դու ինչ էիր ասում, ասում էիր կլինի պահանջարկի աճ, որը անհամադրելի կլինի մեր արտադրողականության հետ, որի արդյունքում մենք ունենանք գնաճ։ Հիմա ես ասում եմ, այդ պահանջարկի աճը այդքան մեծ չի լինելու, որովհետև ինքը ուղղակի փոխակերպվելու է։ Կանխիկ առևտրից ինքը դառնալու է անկանխիկ առևտուր։ Ամսական եթե մի քանի հազար դամ էլ ավել անձը ունենա տնօրին բողի։ Այո, այմա ուզում եի գա այդ կետին, այսինքն մարդը, օրինակ կենսաթոշակառուն, եթե իրականացնի, ինքը կունենա եկամուտների որոշակի աճ, չէ՞, որը մեր գնահատականով այնքան չի լինելու, որ ընդհանուր գների մակարդակի վրա ունենա էական ազդեցություն։ Այդտեղ դու լրիվ իրավացի ես։ Այսինքն գնաճ կարող է լինի արդյոք ստացված քեշբեքը ծախսելու արդյունքում, մենք կարծում ենք, որ ինքը գնաճ կբերի, բայց ոչ այնքան, որը մեզ պիտի մտահոգի։ Մակարեն նյուզ հետոարկա։ Պարոն Գալստյան, տեսեք, ընկերություններ կան, որոնք ուզում են այստեղ գտնվող հայերի հետ, այսինքն Հայաստանի քաղաքացիների հետ ծառայությունների պայմանագիր կնքել, աշխատել հեռավար, այս իրենք կարող են թե ոչ եւ արտարժույթով, այսինքն ոչ դրամով, արտարժույթով պայմանագիր կարող են կնքել թե ոչ, ընդհանրապես այս ոլորտը ոնց է կարգավորվում, որովհետեւ շատ կան այդպես ընկերություններ, որ անհատներ, որոնք դրսի ընկերությունների հետ են հիմնականում օրինակ IT ոլորտից աշխատում են, ընդհանրապես խնդրեմ։ Հետևյալի հարցը հետևյալի մասն է, եթե ես ճիշտ հասկացա։ Կա արտասահմանյան ընկերություն, որը ուզում է Հայաստանի լոկալ ռեզիդենտի հետ կնքի աշխատանքային պայմանագիր ու վճարի արտարժույթ։ Այո։ Արդյոք դա հնարավոր է թե ոչ։ Այո, սա մեկ եւ երբեմն կազմակերպություններ լինում, որ ցանկանում են տոկոսադրույքով փոխառություններ տալ, օրինակ ՓՄԶ-ներին կամ ֆիզանզանց, որ դեպքում են դրանք լիցենզավորման խնդրի առաջ կանգնում, որ հետո չասեն օրինակ ՈՎԿ-ն լիցենզիա է պետք է տոկոսով փոխառություն տալու համար եւ այդ երկրորդը մի քիչ ավելի հեշտ է, առաջինը մի հատ պետք է նայել կամ գործընկերները կհուշեն, որտեղ այնտեղ օրենքի բան կա, էլի արտարժութային բաների հետ կապված։ Ինչ վերաբերում է գործունեությանը, եթե ինքը դա անում է պարբերաբար ու դա վերածվում բիզնեսի, այսինքն ես դες փոխառություն եմ տալիս, որ տալիս եմ մի անգամ, հետո տալիս եմ եւս մեկ անգամ, հետո տալիս եմ եւս 10 անգամ, ինքը դա բիզնես է։ Այսինքն ինքը պիտի հանրային օֆերտայով հանդես գա, մենք իրան պիտի բերենք մեր դաշտ, ինքը պիտի գա լիցենզավորվի, ստանա հատուկ լիցենզիա իր իրականացրած գործունեության համար, նոր անի իր գործունեությունը։ Հիմա ինչ վերաբերում է առաջին հարցին, այսինքն մի անգամ դուք ձեր եղբորը տվել եք կանխիկով արտարժութային գումար, ես կարծում եմ այդտեղ բան չկա։ Միկրոֆոնը միացրեք։ Ես նկատի ունեմ այն կազմակերպությունները, որոնք ուզում են օրինակ հիմնադրամների կամ ՓՄԶ-ների ինչ-որ գումար փոխանցել տոկոսադրույքով, այ դա։ Հետո լիցենզիա խնդիր առաջանում է թե ոչ այդտեղ։ Այժմ դուք ասում եք փոխանցել եւ տոկոսադրույքով, եթե դա փոխառություն է, այլ ոչ թե փոխանցում, որը ենթադրում է վերադարձելություն եւ նաեւ
հա, եւ նաեւ ենթադրում է ֆինանսական վճար, այսինքն տոկոսադրույք եւ դա ենթադրում է, որ իրանց գործունեության բնույթն է եւ իրենք շահույթի ստանալու նպատակով են անում, ապա դուք նկարագրում եք այս case-ով տնտեսական գործունեության տեսակ, որը ենթադրում է լիցենզավորում։ Այսինքն Վայջան, այդ առաջի հարցը, քանի որ ինքը շերտեր ունի, արի հիմա սենց համապատրաստից չպատասխանեմ։ Մի հատ գրավոր կուղարկես լրիվ շերտերով բացված կտանք, էլի։ Որտեւ այնտեղ ոչ ռեզիդենտ, ռեզիդենտ, սենց հարաբերություններ կա, էլի։ Գործատունով է, ինքով է։ Պարոն Գալստյան, ինձ թվում է նորություն չէր այս իմ հարցը, ու չպետք է լիներ թե հանրության համար, թե կենտրոնական բանկի, որովհետև շատ կան իմ շրջապատում էլ կա մարդիկ, որոնք որ աշխատում են դրսի ընկերությունների համար, ես իհարկե չգիտեմ իրենք ինչ պայմանագրով են աշխատում թե ոնց, բայց մի կողմից օրենքը ասում է, որ Հայաստանում մատուցված բոլոր ծառայությունները ու ապրանքները պետք է գնանշվեն դրամով, չէ, ռեզիդենտների հետ հարաբերություններում, բայց չգիտեմ այնտեղ ինչ որ բացառություններ կա թե չէ, էլի դրամ։ Իմ ռադարում օրինակ այդ հարցը չի հայտնվել, չգիտեմ։ Մի հատ կնայենք, ասենք։ Պարոն Գալստյան, այսօր ինձ ուղղակի հիշեցրին հերթական խարդախության զոհերից մեկը, ես իհարկե սրանով իրավապահ մարմինների հետ կապված զբաղվում եմ, կեղծ թղթադրամներով առևտուր անելը։ Ես իհարկե սա առավելապես իրավապահ մարմինների գործառույթն է, բայց քանի որ կենտրոնական բանկն է դրամը տպում, ինձ հետաքրքիր է, թե դուք ընդհանրապես տեղեկություն ունեք, թե ինչ ծավալի կեղծ թղթադրամներ կան Հայաստանում, որտեղ են դրանք տպվում, ինչ միջոցներով են տպվում եւ ինչպիսի շրջանառություն կա։ Եվ ընդհանրապես ԿԲ-ն ինչ որ գործառույթ ունի այս ամեն ինչը կանխելու, բացի իրավապահների։ Հա, ինքը քրեորեն պատժելի արարք է, այսինքն ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, ինքը բացառապես մեր իրավապահ մարմինների տիրույթում է, բայց այդտեղ նյուանս կա, քանի որ հիմնական քեշը, որը կանխիկը, որը որ երկրում շրջանառվում է, ի վերջո որպես կանոն գալի հավաքվում է կենտրոնական բանկում, մենք հավաքում ենք, սորտավորում ենք, հները հանում ենք, հաճախ չասեմ, բայց լինում են դեպքեր, երբ որ մենք այդ բաների մեջից հենց կեղծ ենք հանում, ու մենք ենք արդեն դիմում իրավապահներին, որ հայտնաբերել ենք այսպիսի բան, էքսպերտիզայի մեջ ենք օգնում, այսինքն ինչ որ բաներով անում ենք, բայց գործառութային տեսանկյունից մենք այդտեղ շատ բան չունենք անելու, էլի։ Փող տպող մեքենա որտեղ կա։ Փող տպող մեքենա կա աշխարհի լավագույն մեքենա, այդ տիպի մեքենաներ արտադրող ընկերություններում։ Չէ, բայց իրանք ես չեմ կարծում, որ փող տպող մեքենաներով, այսինքն անում են 10 միլիոն եվրոյի ներդրում, որպեսզի բան տպեն, կեղծ փող տպեն։ Հիմնականում իրանք շատ պրիմիտիվ բաներ են անում, օրինակ վերցնում են 5000-անոցը կամ 10000-անոցը նախքին, որը թղթային տարբերակով էր, ոչ թե պլաստիկ, կտրում էին մեջտեղից, ամեն կողմը ավելացնում էին մյուս կողմը, տենց մուտք էին անում բանկամատ կամ ինչ-որ խանութ։ Այսինքն պրիմիտիվ մակարդակի բաներ է, այդտեղ ես չեմ կարծում, որ հարցը այն է, որ իրանք գնում են փող տպող սարքավորումներ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններին, ասում են մեզ մի հատ այս սարքավորումից կտաս, ու իրանք տենց անհայտ գալիս են նստում են ինչ որ մի հատ հա, մի կողմը ճիշտ, մի կողմ սարքում են, կտրում են, սարքում են։ Ինչ որ տես դեպքեր էլ ալի։ Արկանքները հարցի շարունակություն ուղղակի եթե կարելի է նրանք ովքեր այդ դրամները որոնք որ արդեն հասնում են կենտրոնական բանկ այդ սորտավորման փուլի դրանք առևտրային բանկերի միջոցով ինկասացիայով եկածներ են այդքան որակ են ունեցել որ հասել են ձեր մոտ ուզում եմ ասեմ ընթացքում պետքա որ ֆիլտրված լինեին այդ տիպի դեպքեր ունեցել ենք իրանք շատ քիչ են այսինքն մի ձեռքի մատների քանակի բայց Պարոն Գալստյան, ինչպես գնահատեք բանկային ոլորտի ներկայիս վիճակը, կանոնության, շահութաբերության եւ ակտիվների որակի տեսանկյունից եւ որպես հարցի շարունակություն մյուս տարի նախատեսում են արդյոք ինչ-որ կոնսոլիդացիայի գործարքներ եւ ընդհանրապես դրա անհրաժեշտությունը դուք տեսնում եք բանկային ոլորտի արդյունավետության տեսանկյունից։ Շնորհակալություն։ Էլի բավականին նուրբ հարց է, այսինքն արդյունավետություն եւ մրցակցություն։ Մենք ունենք երկրներ, որտեղ որ կան երկու բանկ ու
կամ չգիտեմ 3 բանկ, որոնք դոմինանտ են բանկային համակարգում ու մասնագետների կամ ոչ մասնագետների պնդմամբ իրանք հաճախ տալիս են ծառայություններ մասշտաբի հաշվին, որոնք հաճախորդի համար ավելի լավն են որակի տեսանկյունից, բայց այդտեղ էլ կան բավականին լուրջ խնդիրներ, որովհետև երբ որ դու ունենում ես երկու խաղացող, այդ երկու խաղացողը հաճախ շուկայում սկսում են թելադրել ինչ որ գներ, որը որ մրցակցային միջավայրը որպես կանոն կանխարգելում է թելադրել գներ։ Մենք ոնց ես կգնահատեմ ընդհանուր բանկային համակարգի վիճակը, ես կարծում եմ, որ բավականին լավ տարի է եղել 25 թվականը բանկային համակարգի համար։ Երկու խնդիր, որ մենք շարունակաբար փորձում ենք մեր գործընկերների հետ կոմունիկացնել, դա փողերի լվացման դեմ պայքարի եւ փողերի լվացման աբեկցության դեմ ֆինանսավորման պայքարի ուղղությամբ իրականացվող ներդրումների հետևողականորեն մեծացումն է, այսինքն բանկերի մոտ մկանային համակարգը պետք է գնալով ավելի լավ լինի, որպեսզի այդ տիպի գործառնությունները կանխվեն։ Եվ երկրորդը դա գործառնական ռիսկերն է, որը կապված է նաև ձեր այն հարցի հետ, որ զեղծարարություններ եւ այլն, այսինքն այդ երկու երևույթը, որը սրանից X տարի առաջ մեր համար կարող է այդքան կարևոր չէր ու մենք շատ ավելի շատ ուշադրություն էինք դարձնում վարկային ռիսկ, չաշխատող վարկերի տեսակարար կշիռ, կապիտալի ոչ համարժեք լինել։ Ես կարծում եմ մենք այս պայդրությամբ այդ փուլը թևակողել ենք ու մենք պիտի ոնց որ մեր ուշադրությունը ավելի շատ սևեռենք 21-րդ դարին բնորոշ ռիսկերի վրա։ Իհարկե բնականաբար շատ ցանկալի է, որ բանկերը եւս զբաղվեն նորարարություններով, որովհետեւ այն ֆինանսական ակտիվները կամ այն շահույթները, որ իրանք աշխատել են տարիների ընթացքում, պիտի ուղղվեն նոր պրոդուկտների, նոր ծառայությունների, որակի բարձրացման, իրանց application-ները չնաշխարհիկ լավը սարքելու վրա ու այդտեղ լիքը անելիքներ կա։ Ինչ վերաբերում է կոնսոլիդացիային, կտեսնենք։ Հիմա ասենց չեմ կարող ինչ-որ բան դիրեկտիվի տեսքով ասել, որ այո, անպայման Հայաստանում պիտի մնա 10 բանկ, մնացածը պիտի իրար գումարվեն, 14-րդը պիտի առնի 12-րդին եւ այդպես շարունակ, չէ, բայց ամեն դեպքում պիտի ինչ-որ խելամիտ սահման լինի մեծության, չափի եւ էֆեկտիվության միջեւ։ Նախ որպես հարցի շարունակություն, այս երբևէ վերջին միգուցե 1.5 տարվա ընթացքում այդ նեոբանկերի գրանցման ինչ-որ հայտ կամ ունեցել եք կամ շահագրգիռ ներդրողների կողմից քննարկում։ Մենք այդ տիպի լիցենզիա չունենք դեռ, որպեսզի մեզ դիմեն։ Մենք ունենք մի տիպի լիցենզիա, որը ունիվերսալ է ու իրանց համար բավականին մեծ գումար է, որպեսզի մենակ նեոբանկը բանանի։ Հիմա մենք քննարկում ենք տարբերակներ, որ մեր լիցենզիաները լինեն Lego-ի կառուցվածքով։ Ու այդ դեպքում ես կարծում եմ, որ հնարավոր է, որ մենք ունենանք նաև նոր խաղացողներ ֆինանսական հատվածում։ Այսինքն նաև ներդրումային ուղղվածության բանկերի համար կարող են լինել կարճ ինչ-որ կրճատ լիցենզիան։ Այո։ Երբ կարելի է այդպիսի կարգավորումների սպասել։ Կուզեի ասեի 3, բայց կդժվարանամ ասել 3, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ։ Հիմա ինչ որ ժամկետներ կդժվարանամ ասել, բայց արդեն կոնցեպցիայի մակարդակի ինչ որ փաստաթղթեր ունենք, որը պատրաստ է քննարկման։ Դրանց քննարկումների ինչ որ ժամանակա ցույցը կախված է կիբերրիսկերի կարգավորման ինչ որ մոտեցումների, այսինքն սկզբից այդ հատվածը սոլիդ դարձնեք, հետո անցնեք այդ մյուս հարցերին։ Մենակ կիբեր ռիսկերը չի, նայ, եթե մենք նոր խաղացողների մուտք ենք թողելու բանկային համակարգ, այսինքն ենթադրենք ձեր մատնանշած ներդրումային ընկերությունները ստանալու են հավելյալ ծառայություններ մատուցելու ինչ որ հնարավորություն կամ համաձայնություն։ Մենք պիտի համոզված լինենք, որ ներդրումային ծառայությունները ունեն փողերի լվացման դեմ պայքարի նույն որակը, ինչ որ ունեն գործող բանկերը։ Ու այդ մի քիչ բան խնդիր է, էլի, երկարաժամկետ խնդիր է։ Same risk, same responsibility։ Same risk, same regulation։ Կարելի է այդ հաղորդակցության հետ կապված կրկին եթե արդեն նշել եք ներողություն եմ խնդրում, այստեղ
4-րդ ետամսակում Հայաստանում բացա տնտեսական ակտիվությունը պահպանվում է ի հաշիվ շինարարության եւ ծառայությունների ճյուղերից, ինչպես նաեւ որոշ կարճաժամկետ ոչ կառուցվածքային գործոնների։ Այստեղ туриզմի նկատի ունեք, թե օրինակ նկատի ունենք ոսկու հետ կատարվող գործառնությունները, որը ակտիվության մեջ երևում է, աճի մեջ չէ, դրա համար այստեղ հենց ակտիվություն բառն է գրած։ Որովհետեւ ոչ թե հիմա, այլ երբևէ էական ազդեցություն տնտեսության վրա չի ունեցել դրա համար։ Տուրիզմը լիարժեք բան է տուրիզմը, այսինքն ինքը ծառայության մաս է, որը գնալով ավելի կարևոր դեր է խաղում Հայաստանի տնտեսության մեջ։ Ոսկինի նկատի ունեի։ Ոսկին պարբերաբար լինում է, հետո չի լինում, հետո նորից լինում է, ու ինքը ակտիվության վրա ազդում է, բայց տնտեսական աճի վրա այդքան մեծ ազդեցություն չի թողում ավելացված արժեքի տեսանկյունից։ Եվ այստեղ նշվում է նաև, որ հատկաբյուջետային քաղաքականության կողմից ներքին պահանջարկային լայնման ռիսկերը թույլատրել են, ինչու է այդպես ենթադրում, եթե եկող տարի էլ թե կապիտալ ծախսերի առումով կա աճ, թե ընթացիկ։ Բայց բյուջեի դեֆիցիտն էլ ծրագրավորված է, որ 5.5-ից իջնելու է 4.5։ Ուստի մենք տեսնում ենք, որ կառավարության գործընկերները ջանք են դնում, որպեսզի ֆիսկալ կոնսոլիդացիան իրանց մոտ տեղի ունենա։ Ու մենք դա ողջունում ենք, լիաթոք ողջունում ենք։ Որովհետև ես ելի եմ կրկնում, մեզ բազմիցս նշել եմ, Հայաստանի Հանրապետության կարևորագույն այցեքարտերից մեկը դա մակրոտնտեսական կայունությունն է։ Իսկ չի լինում մակրոտնտեսական կայունություն մենակ դրամավարկայինով կամ մենակ ֆիսկալով։ Եվ այստեղ նշում եք նաև, որ աշխատավարձերի աճը կայունացել է փոքրի շատ է, այսինքն туриզմը եւ այլ ծառայությունները այլևս չեն քաշում վերև աշխատավարձերը, այդպես կարելի է ենթադրել։ Այո։ Աճի տեմպերի նորմալացում ենք նկատում, որը ենթադրում է, որ մենք ունենք որոշակի մակարդակ, որը կայունություն է բերել։ Ուղղակի տարվա կեսին նաև նկատվում էր ակտիվություն տուրիստական հոսքերի, նաև հեռավոր արևելքի երկրներից, բայց փաստորեն այդքան մեծ չէ ձեզ, որ կարողանա աշխատավարձերը շատ վերեցնել։ Մեծ չէ, ըստ պաշտոնական վիճակագրության, որը մենք մեկնաբանում ենք։ Եթե կարելի է, նշում եք նաև, որ շուկան ակնկալում է, որ միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի մինչև 6.25% հադրույքը, այսինքն ստացվում է այնպես, որ թեև հիմա մեկ քայլով նվազեցրել եք, սակայն շուկայի սպասումներից այնուամենայնիվ մի փոքր բաց է։ Որտեղ կախարդական բառը միջնաժամկետն է։ Ոնց որ ես լավ որ հարցս օգտվեմ մի քանի բան ասեմ, էլի։ Նախ այս անգամվա որոշումը ինքը split որոշում էր, այսինքն մենք ունենք խորհրդի անդամներ, ովքեր որ կողմ էին տոկոսադրույքը պահպանելու նույն մակարդակի վրա, ունենք խորհրդի անդամներ, ովքեր որ կողմ էին տոկոսադրույքի նվազեցմանը։ Ու ինքը այսօր նաև եւս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ այն ֆրեյմվորքը, այն շրջանակը քաղաքականության իրականացման, որ դրել ենք, ինքը շատ լավ մեզ ծառայում է այս գլոբալ անորոշության պայմաններում։ Այսինքն մենք շատ խորը ու հարուստ բովանդակային քննարկում ենք ունեցել։ Ու այս ֆրեյմվորքն է, այս շրջանակն է թույլ տալիս մեզ ձեր հետ կոմունիկացնելու կամ հասարակության հետ կոմունիկացնելու միջոցով ձեզ հաղորդենք ամբողջ խորությունը այն քննարկման, որը որ մենք ունենում ենք փակ դռների հետևում։ Այսինքն մեր քննարկման սինոպսիսը հանրությանը դարձնում ենք հասանելի։ Ու մենք այսօր երեկոյան արդեն կհրապարակենք մինիցը, քվեարկության արդյունքները, դուք ամեն ինչը ավելի մանրամասն կտեսնեք։ Այդ բացառիկ բան ենք անում, էլի, իդեպ խնդրում եմ դա գնահատել, որովհետև ոչ գրեթե բոլոր կենտրոնական բանկերը անում են այլ կերպ։ Մենք անում ենք երևի թե ամենաթափանցիկ դրամարկային քաղաքականությունը։ Հիմա այս ամեն ինչի ներքո նաև երևում է այդ շրջանակի հմայքը, որովհետև ինքը մեզ թույլ է տալիս քննարկել, ունենալ տարբեր դիրքորոշումներ, հետո կայացնել որոշում, բայց միևնույն ժամանակ ոչ թե դատապարտված լինել մի գծով ձեզ պատմել այդ որոշման ամբողջ բարդությունը, այլ ցույց տալ այն սցենարների հնարավոր տարբերակները, որոնց մենք անդրադարձել ենք, այն հնարավոր ռիսկերը, որոնց վերաբերյալ մենք կարծիք ենք հայտնել,
ու այդտեղ ես կարծում եմ, որ մենք շատ գործընկերային ու բաց հարաբերություններ ենք փորձում ձևավորել առնվազն ձեր հետ ու ձեր միջոցով որպես medium նաև մեր հասարակության հետ։ Ոստեղ շատ կարևոր է նաև ձեր դերակատարումը, ինչի համար նաև ձեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Ինչ վերաբերում է շուկայի մասնակիցների դիրքորոշմանը, մենք հարցումներ ենք անում ու բնականաբար շուկայի տարբեր մասնակիցներ ունեն տարբեր սպասումներ, որովհետև ոնց որ մենք ենք ռիսկերը գնահատում, A տիպի, B տիպի հավասարակշռում, խոսում իրանց հնարավոր ազդեցությունների վրա, այնպես էլ շուկայի մասնակիցները ամեն մեկը ունի իր մտածողության մոդելը, որի միջոցով ինքը հանգում է ինչ-որ եզրակացության։ Ու դրա համար որպես market reference, այսինքն շուկայական ուղղորդիչ, մենք վերցնում ենք հենց այս։ Բայց մենք վերջին ժամանակներս մի քիչ ավելի մտահոգ էինք A տիպի ռիսկերով, ուստի մենք պահում էինք մեր տոկոսադրույքը ավելի բարձր։ Հիմա ոնց որ տեքստում գրած է, մենք A տիպի ռիսկերի վերաբերյալ մի քիչ ավելի զգում ենք, որ ավելի կոմֆորտ կա B տիպի ռիսկերի որոշակի հավասարակշռում, ուստի մենք որոշեցինք, որ հիմա է պահը, մեծամասնությունը առնվազն որոշեց, որ հիմա է պահը, որպեսզի մենք կարողանանք ինչ-որ գործողություն անենք կամ պետք է ինչ-որ գործողություն անենք։ Ամբողջ кейսը հենց դրա մասին է։ Իսկ կարելի է ենթադրել, որ շուկայի մասնակիցների մեծամասնությունը ավելի օպտիմիստիկ է, քան կենտրոնական բանկը, որովհետև դեռ մի բան էլ ապագայի համար, եկուզ միջնաժամկետի ակնկալում են նվազող տրայեկտորիա։ Դե այդտեղ չգիտեմ, էլի օպտիմիզմը ինչով է, այդ ինչ է նշանակում օպտիմիզմ, եթե տոկոսադրույքի չասում ենք, այսինքն շուկայական զարգացումները այնպես ալնելու, որ մեր մոտ տնտեսական աճը թուլանալու է, դրա համար մենք տոկոս ենք իջացնելու, այդ օպտիմիզմ է։ Դե երևի ակնկալում են ավելի էժան փոխառու միջոցներ ունենալ, որ ավելի շատ վարկավոր։ Միգուցե հիպոթեզներից մեկը կարա դա լինի։ Շնորհակալություն։